Կապանի լեռնահարստացման կոմբինատում վերջին 2 տարում լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Գլխավոր մուտքից սկսած ամբողջը վերափոխվում, նորացվում ու բարեկարգվում է։ Վարչական հատվածից մինչև արտադրական տարածք ամենուր շինարարական եռուզեռ է։ Դրան զուգահեռ կոմբինատի բնապահպանները, տարբեր բաժինների ու արտադրամասերի աշխատակիցներ այս օրերին լայնածավալ ծառատունկ ու կանաչապատում են իրականացնում։ Շուրջ 70 հատ ծառ է նախատեսված այս անգամ, կոնկրետ այս պահի միջոցառման համար եւ նախատեսված է սաղարթով խիտ պավլովնիա տեսակի ծառատեսակը, որը որ լայն տերևներ ունի, հով է ստեղծելու ամառվա տապին։ Երբ որ իմացա մեր ընկերության կազմակերպված հետաքրքիր մտահղացման մասին, որոշեցի, որ արժե միանալ ու մասնակցել տվյալ գեղեցիկ ու օգտավետ միջոցառմանը։ Շատ ուրախ եմ, որ իմ փոքրիկ ներդրում ունեցա այս գործընթացում։ Ես թվում է բոլորս էլ գիտենք, թե ինչքան դրական ազդեցություն ունի կանաչապատումը մեր շրջակա միջավայրի վրա։ Միանշանակ շատ կարևոր է ինքը բնապահպանության առաջի բաղադրիչներից տեղն է կազմում, ասենց ասած։ Ջարդման տեղամասի հարակից տարածքում հողում տեղադրվող պավլովնիաները կամ ադամածառերը կարճ ժամանակ անց իրենց հարուստ սաղարթներով զով ու հով կապահովեն։ Այստեղ եւս աշխատակիցները մեծ ոգևորությամբ են միացել գործընթացին։ Հով կլինի, արևից կպաշտպանվի, ամեն փոշին էլի վերցնում է, օգտա տալիս, մի խոսքով ծառը վնաս չտալիս։ Բուսաբան Արթուր Պատվականյանը գործընթացին որպես խորհրդատու է մասնակցում։ Հարուստ բնափայտով պավլոնիան աշխարհի տարբեր երկրներում լայն տարածում ունի եւ ընդունված է անվանել որպես կյանքի ծառ, ասում է։ Այն բնապահպանական մի շարք հարցեր է լուծում, կասեցնում է հողի հոսքը եւ արտադրում մեծ քանակությամբ թթվածին։ Որում այս ծառատեսակը իր արժեքավոր բնափայտի շնորհիվ շատ մեծ տարածում է գտել համայն աշխարհում, Չինաստանում 4 միլիոն հեկտար տարածք տնկված է։ Ինքը պահանջկոտ ծառատեսակ չի, հողի ստրուկտուրայի շատ մեծ խնամքի պահանջ չունի, հիմնականում այն սկզբնական փուլում ջրային ռեժիմը ճիշտ պահպանելն է, շատ արագ աճում է, 1 տարվա մեջ մինչև 6 մետր կարող է բարձրանալ։ Նաև ողջունում եմ Կապանի լեռնահարստացման կոմբինատի այս նախաձեռնությունը, որը շատ ողջունելի է։ Կցանկանայի նաև, որ շատ հիմնարկ ձեռնարկություններ վարակվեն այս գեղեցիկ նախաձեռնությամբ եւ մեր քաղաքը ավելի բարետես, գեղեցիկ, ծառապատ, ծաղկապատ դարձնելու համար։ Պավլովնիայից կամ ադամածառից բացի մի շարք դեկորատիվ ծառեր, թփեր, այդ թվում մշտադալար եղևնիներ են տնկվել ձեռնարկության տարբեր հատվածներում։ Տարածքի բարեկարգման ու շինարարական աշխատանքներից ծառատունկից հետո ամբողջը լիովին նոր ու անճանաչելի տեսք կստանա, վստահեցնում են պատասխանատուները։